Վերջապես դուրս եկավ Battlefield-ի 6-րդ մասը և ինչպես տեսնում ենք այն ունի բավականին հրաշալի գրաֆիկա և այժմ տեսնենք թե ինչ կկատարվի։ Այո, և առաջին իսկ րոպեից տեսնում ենք նմանատիպ տեսարան։ Այժմ կարծես թե ինչ-որ խառնաշփոթ իրավիճակ է և փորձենք հետևել մեր ընկերներին և տեսնենք թե ինչ է կատարվում, աջից ձախից պայթյուններ են, ինչը գրավիչ է, այսինքն խաղը հենց առաջին իսկ րոպեներին կարծես թե մեզ գրավում է։ Փորձենք տեղաշարժվել առաջ։ Աջից և ձախից պայթյուններ են։ Ընդ որում խաղի նվազագույն պահանջներն են պետք է ունենալ մինիմումը RTX 2060 վիդեոկարտա, նվազագույնը 16 GB օպերատիվ հիշողություն և պրոցեսորը պետք է լինի Core i5 8400 սերիայի կամ էլ պրոցեսորը AMD Ryzen 5 2600, իսկ վիդեոկարտան AMD RX 5600 XT։ Տվյալ խաղը այժմ միայն անգլերենով է, չկա ռուսերեն տարբերակը, նույնիսկ չկան սուբտիտրերը ռուսերենով, այն ամբողջությամբ այժմ անգլերենով է։ Խաղի բարդությունը ճիշտն ասած չեմ էլ հիշում ինչ եմ դրել եմ թույլ թե ուժեղ, չգիտեմ, բայց տեսնենք։ Շարունակենք տեղաշարժվել, տեսնենք թե ինչ պետք է անենք։ Էլի կարծես թե պայթյունների վրա։ Այժմ երևի թե պետք է պուլեմյոտով կրակենք։ Շարժվենք, տեսնենք թե ինչ է կատարվում։ Այժմ կարծես թե չեմ հասկանում ինչ է կատարվում, ուղղակի աջից ձախ ինչ են կրակում, ես էլ աջից ձախ կրակում եմ։ Տեսնենք այս տեմպերով տեղ կհասնենք, թե մեզ կսպանեն և միսիան կսկսենք կատարել նորից։ Այժմ տեղաշարժում ենք, ուղղակի տեղաշարժում ենք կրակելով։ Չեմ էլ հասկանում թե ինչ որտեղից են կրակում, բայց աջից ձախ մեզ կրակում են, աջից ձախ կրակում են։ Նոր խաղերը, բայց բավականին ավելի հեշտ է խաղալը, քան հին խաղերը, օրինակ եթե հիշում ենք հին խաղերում, ապա այնտեղ կյանքը չէր վերականգնվում հեշտությամբ, իսկ թազա խաղերում կարծես թե հիմնական խաղերը ինքն իրեն վերականգնվում են կամ ունենում են ինչ-որ կապսուլաներ, որոնք օգտագործելուց հետո կարծես թե կյանքը նորից վերականգնվում է, բայց այսպես թե այնպես ինչ-որ մինիմալ չեն, բոլոր նոր խաղերում կյանքը վերականգնվում է ի տարբերություն հին խաղերից։ Ու հին խաղերում մենք անցնում էինք ինչ-որ հատված, հետո համարյա թե միսիան ավարտում էինք, սակայն ինչ-որ անհասկանալի կրակոց էր լինում և ունենում ենք շատ քիչ կյանք և նորից սկսում էինք հատվածը և բավականին դժվար էր հին խաղերը անցնել, իսկ նոր խաղերը հնարավոր է ընդամենը 2-3 օրվա, եթե ոչ մի օրվա ընթացքում անցնել, վերջացնել, ի տարբերություն հին խաղերի, որոնք ամիսներով ենք այն ժամանակ անցնում։ Օրինակ, ովքեր խաղացել են Medal of Honor-ի առաջին մասը, կհիշեն, որ շատ բարդ էր անցնել այդ խաղը և այնուչև անցնում վերջացնում էինք մոտ ամիսներ էր տևում, քանի որ բավականին բարդ էր հին խաղերը անցնելը։ Տեսնենք ինչ է կատարվում ստեղ, ոնց որ մեր
տեխնիկան փչացավ եւ փորձենք արդեն ոդկով տեղաշարժվել, քանի որ այդ մեր վայնի տեխնիկան ոնց որ թե փչացավ։ Տեսնենք ինչ ենք այժմ անելու։ Մոտենանք մեր միսիայի կետին։ Ինչ պետք է անենք, չեմ հասկանում, միշտ ենք ներքև երևի, հա։ Քանի որ տվյալ խաղը չունի, հա, յեն սեղմենք, հա, հա, մեզ հեռադիտակ տալի, երևի թե ինչ-որ պետք է ինչ-որ կետեր ֆիքսենք կամ ինչ անենք, չեմ հասկանում ինչ պետք է անենք։ Ստե ինչ-որ, սրանք ինչ-որ տեխնիկա ունեն, ինչ ունեն, հա, պետք է, ոնց որ թե պետք է իրանց, երևի թե պետք է իրանց տեխնիկան ֆիքսենք, որ ավիացիան մեր ոչնչացնի, հա, երևի թե պետք է մանգան գտնենք իրանց տեխնիկան, ֆիքսենք, որ ավիացիան ոչնչացնի ու առաջ գնանք։ Էլի կա։ Հեսա, վсё, ոնց որ թե սաղ ֆիքսեցինք, հեսա։ Իրեք տեխնիկա։ Հա, ավիացիան ոչնչացրեց իրենց բոլոր միջավայրը շատ գրաֆիկան ինձ դուր է գալիս։ Շատ բնականին մոտիկ է սարքած։ Դետալիզացիան շատ անհուսալն է։ Բայց հիմա ինչ պետք է անենք, չեմ հասկանում ինչ պետք է անենք, չի թողնում մեջքեր իջնեմ։ Խաղը քանի որ ոչ սուբտիտրեր է, ոչ էլ առավել ևս լեզուն ամբողջ անգլերենով են, ով անգլերեն չի հասկանում, մի քիչ հնարավոր է դժվար լինի։ Ճիշտ որ ասեմ, ես էլ այդքան անգլերենից լավ չեմ, ցանկալի է, որ խաղը լիներ ռուսերենով, չնայած Ռուսաստանը քանի որ սանկցիաների տակ է, երևի հենց այդ պատճառով էլ ռուսերեն դուրս չի գալի, չնայած Battlefield-ի վերսիաները, Battlefield-ի 5-րդ վերսիան սկզբում ինչքան հիշում եմ ռուսերեն էր, հետո դառավ անգլերեն, обновлениաներից հետո դառավ անգլերեն, Call of Duty-ները հիմնականում ռուսերեն լինում են։ Այժմ ինչ ենք անում, հա, այստեղ երևի թե պետք է ուժեղ, հա, պարասկը մաքրենք այսպես ասած։ Հաչի ծաղկրակում են, մի սաղուտը ինչ-որ վիճակներ է։ Դե լավ, այսօր երևի թե այսքանով ավարտենք, խաղում ենք Battlefield-ի 6-րդ մասը, ում հետաքրքրում է բաժանորդագրվեք իմեջին, վաղը արդեն խաղանք շարունակությունը, այսօր այսքանը, լավ մնացեք, աջակցեք ձեր լայքերով, գրեք մեկնաբանություններ, այսօր այսքանը։